Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ուզում եմ ձեզ հետ քննարկվել շատ մեծ քննարկում ունեցող թեմայի մասին, այն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը վարչապետի կողմից թիրախում է պահվում։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով հայտարարել է, որ ինչ-որ խմբեր է փորձում հավաքել եւ գնալ դեպի եկեղեցի, այդ կերպ ընդվզում առաջացնելով եկեղեցու դեմ։ Ինչ կարծիք ունեք դուք այս մասին, արդյոք կհաջողվի Փաշինյանին նման բան անել եւ արդյոք այս ամենը 2018 թվականի շարունակությունն է։ Գիտեք, հարցը տարողունակ է, ես մի քանի տեսանկյունից անդրադառնամ։ Մենք բնականաբար հակառակ կողմում ենք գտնվում, եկեղեցու պաշտպանության դիրքերից ենք հանդես գալի եւ շատ հետեւողականորեն եւ առաջինը ուզում եմ նշեմ հետեւյալը. մեր սահմանադրությամբ 17-րդ հոդվածով երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը Հայաստանում եւ նաեւ երաշխավորված է, որ պետությունը նրանց գործերին չի խախտում։ Ոստի արդեն միայն այդտեղ Փաշինյանը փորձելով միջամտել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, կանոնակարգերին եւ կաթողիկոսի ընտրության նվիրապետական կարգին, արդեն դրանով խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը։ Բացի այդ, նա խախտում է Սահմանադրության 6-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ պաշտոնատար անձիկ իրավունք ունեն իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրանց սահմանադրական լիազորություններից։ Փաշինյանի սահմանադրական լիազորությունից որևէ կերպ չեն բխում եկեղեցու գործերի ներքին գործերին խառնվելը կամ կաթողիկոսի ընտրություններին միջամտելը կամ առավելևս այդպիսի ընտրություններ պարտադրելը։ Ի հավելումը նշեմ, որ մեր քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ եթե խախտվել է պաշտոնատար անձի կողմից մեր սահմանադրության 1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 7-րդ հոդվածները, ապա դրանք հավասարաժեք են սահմանադրական կարգի տապալմանը եւ պատժվում են ազատազրկման 10-ից 15 տարով։ Ոստի Փաշինյանը իր գործողություններով արդեն առերևույթ խախտելով սահմանադրության 17-րդ եւ 6-րդ հոդվածների պահանջները, փաստացի իրականացնում է սահմանադրական կարգի տապալում եւ ես որևէ կասկած չունեմ, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո մենք կհասնենք նրան, որ Փաշինյանը պատիժ կրի մեր քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով։ Եթե իհարկե այս ընթացքում իրենք այդ հոդվածը չվերացնեն, բայց կապ չունի, եթե նույնիսկ վերացնեն, եթե անցանքը տեղի ունեցել, դա հետադարձության ուժ չունի, այդ պայն գործել է, համապատասխանաբար այդ հոդվածը եւ պատիժը լինելու է եւ մենք հետամուտ կլինենք նրան, որ Փաշինյանը պատժվի։ Փաշինյանի իշխանությունը երկար չի մնացել, սա իր հոգեվարքի վերջի դրսևորումներն են, նա փորձում է իր ամբողջ թույնը եւ մաղձը թափել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, կարծում եմ նա կձախողվի եւ իր պատիժը կկրի դրա համար։ Բայց ես ավելին եմ ուզում ձեզ ասեմ, որ 3 չառաջորը, 3 շաբթերը նրա գրառումը ունի իր մեջ հավելյալ հանցակազմ։ Ինչ հանցակազմ։ Ապօրինի զինված խմբեր ստեղծելը։ Մասնավոր կառույցի, ոչ միայն կրոնական, այլև ցանկացած մասնավոր կառույցի անձեռնմխելիությունը խախտելը, որտեղ նա ըստ էության իր այդ խայտառակ գրառմամբ կոչ էր անում գրոհել վեհարանը։ Եվ այդ կոչը մասնավոր ցանկացած կառույցի ձևով կարող լինի ձեր բնակարանը, ձեր գրասենյակը, ստուդիան եւ այլն։ Դրանցից ցանկացածի անձեռնմխելիությունը պաշտպանված է օրենքով։ Այստեղ կարող են մուտք գործել միայն իրավապահ մարմինները եւ միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա։ Որևէ ֆիզիկական անձ ձեր կամքին հակառակ իրավունք չունի մուտք գործել ձեր սեփական տարածքը։ Կլինի դա վարչական տարածք, կլինի դա մասնավոր տարածք եւ այլն։ Իրավունք չունեն մուտք գործել։ Եվ դուք ավելին ձեզ ասեմ, դուք իրանք իրավունք ունեք իրանց պատժել։ Հիմա մենք հասկանալով, որ մեր երկրում Փաշինյանի իշխանության օրենքի գործողությունը դադարեցված է ըստ էության, եւ դա էլ է սահմանադրության տապալու։ Դատախազությունը օրինակ մենք հաղորդում ենք տվել հանցագործության մասին, սկսած Փաշինյանի առաջին գրառումից։ Մինչև այդ հաղորդումը չի ընդունել վավիթ։ Կշարունակենք մինչև կընդունի եւ ի վերջո այս դատախազն էլ հավերժ չի, նրա կողմից Փաշինյանի գործողությունների կոծկումը չի կարող հավերժ բնույթ կրել, ի վերջո այս դատախազն կփոխվի, կլինի նոր գլխավոր դատախազ եւ մենք արդեն երբ որ մեր երկրում իրավակարգը կվերականգնվի, կհասնենք Փաշինյանի պատժին։ Բայց հիմա հասկանալով որ օրենքը չի գործում, մենք մեր վրա պատասխանատվություն ենք վերցրել, հերթապահություն ենք սահմանել հայ-քվեի անդամների ուժերով, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում
եւ հայտարարել ենք, որ ցանկացած ոտնձգություն մայրաթորի անձնամխելիության նկատմամբ մենք կհակազդենք այդ ոտնձգությանը։ Մենք խաղաղ հերթապահություն ենք ընտրի իրականացնում, նաեւ եկեղեցու թույլտվությամբ 3 նույնիսկ վեհապար հայրապետը դուրս է եկել օրնելա մեր անդամներին, որ համար շատ շնորհակալ ենք իրան, եւ մենք լինելով եկեղեցու խոնար զավակներ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ շատ լավ գիտենք մեր սահմանադրական իրավունքները եւ պաշտպանելու ենք մեր սահմանադրական իրավունքները թշնամու կամակատարների ոտնձգություններից։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, երբ բոլորին հայտնի է, որ այդ ժամանակ էլ նոր Հայաստան, նոր վեհապար շարժումը կար, հայրապետ, միգուցե այս ամենը դրա շարունակությունն է, քանի որ 2018-ին ձախողեցին ամեն բան եւ գուցե մտածում են, որ հիմա կարող են հասնել որևէ հաջողության։ Ոչ, դա նրա շարունակությունը չի, սա նոր փուլ է։ Այս դեպքում շատ կոնկրետ այս արշավը շատ կոնկրետ ուղղորդվում է Բաքվից, որովհետեւ մենք տեսնում ենք թե ինչպես է միառժամանակ միացել Փաշինյանը եւ Փաշազադեն։ Եվ բացարձակ նույն ռետորաբանությունն են իրանք օգտագործում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Փաշազադեն հայտարարում է, որ եկեղեցին տանում է հայ ժողովրդին աղետի, իսկ իրականում հասկանալի է, որ իրանց ենք մենք տանում աղետի, հասկանում ըստ էության կուլ չգնալով են կապիտուլյացիան, որը իրանք ուզում են մեզ պարտադրել եւ Արցախի ուրացմանն ու մոռացմանը։ Եվ Փաշինյանը հայտարարում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին գրաված է փարիսեցիների եւ կեղծավորների կողմից եւ պետք է ազատագրվի։ Բայց այդ մասին նաեւ նշել էր այսօրվա իր հրապարակման մեջ, որ այս ամենը ուղղորդված չէ կամ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Տեսեք, եթե նա նշել է, ուրեմն ուղղորդված է։ Դուք հիշեք, որ Փաշինյանի ցանկացած գրառում պետք է հասկանալ ուղիղ հակառակ իմաստով։ Ուղիղ հակառակ իմաստով։ Եթե Փաշինյանը գրում է, որ սա ուղղորդված չի Բաքվի կողմից, ուրեմն դա հաստատ ուղղորդված է Բաքվի կողմից, ինչու որովհետև Փաշինյանը պաթոլոգիկ սուտասան է եւ հասկանալով իր սուտը եւ նաեւ հասկանալով, որ իր սուտը Փաշազադեի պես ինչ որ մեկի կողմից բացահայտվել է, որովհետև զուգահեռ խոսում է իրան Փաշազադեն։ Զուգահեռ խոսում նույն բաներն է կրկնում ինչ որ ինքը։ Նաեւ նույն ազգանուն ունենալով եւ այլն, հա։ Զուգահեռ նույն բանն են ասում, որովհետև իրաց երկուսի էլ այսպես ասած բանը ուղղորդողը նույն մարդն է։ Բաքվին բռնապետն է։ Այս կամակատարին էլ ասում, այն կամակատարին էլ ասում, երկուսն էլ միանգամից սկսում են խոսել։ Հասկանում եք։ Եվ Փաշինյանը հասկացել է, որ ինքը ընկել է այդ ծուղակի մեջ։ Որ իրան բոլորը հիմա Փաշինյանի եւ Փաշազադեի միջև հավասարի նշան են դնում։ Բոլորը սկսել են հասկանալ, որ այս երկուսը նույն բանն են ասում։ Եվ Փաշինյանը փորձում է մաքրել ադրբեջանական հետքը, բայց դա ծաղրալի է, որովհետեւ դուք տեսեք պարզապես այդ իր գրառման տակ ինչ պատասխաններ են ստանում քաղաքացուց, որով մարդիկ ասում են բացահայտեցիր վերջապես քո էությունը։ Ասացիր իրականում որտեղից ես ռանգներ ստանում։ Մենք չենք էլ կասկածում, որ դու Բաքվից ես ստանում, հիմա դու փաստորեն ասացիր դրա մասին։ Դուք ձեր խոսքում անդրադարձաք սահմանադրության եւ սահմանադրությունը այս երկու առանձին ինստիտուտներին արգելում է խառնվել միմյանց գործերի մեջ։ Այդ դեպքում Փաշինյանի այս կոչերը, երբ ասում է, որ պետք է վեհարանը գրավել, ինչու ազգային անվտանգության ծառայությունը ինչ որ հետևություններ չի անում կամ ինչ որ գործողություններ։ Ես արդեն ձեզ ասացի, Փաշինյանի օրոք մեր երկրում օրենքը չի գործում։ Դուք պետք է հասկանաք, որ մենք ապրում ենք ավտորիտար վարչակարգի պայմաններում, որի օրոք իրավապահ համակարգը չի կատարում իր ֆունկցիաները։ Չեն կարողանում հասնել նրան, որ իրավական համակարգը ենթարկվի օրենքին։ Մեր երկրում իրավապահ համակարգը ենթարկվում է անձի։ Այն անձին, որը զբաղեցնում է բարձրագույն քաղաքական պաշտոնը, տվյալ դեպքում ցավոք։ Դա Փաշինյանն է դեռևս, հա? Դա երկար չի շարունակվի, բայց դեռևս Փաշինյանն է։ Մեր իրավապահ համակարգի ղեկավարները, ինչպիսին են ԱԱՑ-պետը, քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազը եւ այլն, նրանք փոխարինակ հետևեն օրենքին եւ արդեն հիմա քրեական գործ նախաձեռնեն։ Արդեն հիմա քրեական նրանք սպասում են, մինչև Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Ես համոզված եմ իմիջիալից, երբ որ Փաշինյանը հեռանա իշխանությունից, այդ մարդիկ առաջինն են հարձակվելու Փաշինյանի քաղաքական դիակի վրա, առաջինն են հարձակվելու, առաջինն են հոշոտելու այդ քաղաքական դիակը, որ փորձեն իրաց դրանով մաքրեն։ Հարգելիներս, չի ստացվելու ձեզ մաքրել։ Եթե դուք ուզում եք ձեզ մաքրեք, սկսեք այսօր։ Սկսեք այսօր, պարոն Աբազյան, Տիկին Վարդապետյան, սկսեք այսօր ձեզ մաքրել։ Ձեր աչքի առաջ տեղի ունենում սահմանադրական կարգի տապալում, հանցագործություն, միջոցներ ձեռնարկեք, որպեսզի Տիկին Սրապյանը դրա մասին չհասնի, որովհետև դա ձեր իրավասության ոլորտում է։ Առնվազն քրեական գործ հարուցելը ձեր իրավասության ոլորտում է։ Քննեք Փաշինյանի գրառումները օրենքին համապատասխանության տեսանկյունից եւ ընդունեք եսի մասածը որպես հանցագործության մասին հաղորդում։ 2018 թվականից ի վեր, մինչ օրս
Եկեղեցին չուներ ինչ որ անելու բան, որ նման կոչերը, քայլերը շարունակվեին։ Ուներ։ Իսկ ինչու չի արել այդ քայլերը։ Տեսեք, ես չեմ կարող տվյալ դեպքում խոսել եկեղեցու անունից։ Ես կարծում եմ, որ եկեղեցին իսկապես անելիք ուներ այս ընթացքում, պետք է փորձեր ըստ էության մասնապես օրինակ կուսակրոնության խնդրին տալ որոշակի լուծում։ Ես բազմաթիվ հոգևորականների հետ վաղուց խոսում եմ նրա մասին, որ կուսակրոնությունը մեր եկեղեցում, մեր ժամանակներում պետք է դառնա բացարձակ կամավոր։ Հիմա ինքը կիսակամավոր է։ Այսինքն ոնց է հիմա աշխատում կուսակրոնության ինստիտուտը։ Հոգևորականը սարկավակ լինելուց հետո կամ ամուսնանում է եւ ձեռնադրվում է քահանա, կամ կուսակրոնությունը ընդունում, ձեռնադրվում է աբեղա այդ դեպքում եւ իրավունք ունի բարձրանալ եկեղեցական հիերարխիայի հաջորդ մակարդակներին։ Աբեղայից հետո վարդապետ, հետո եպիսկոպոս, արքեպիսկոպոս եւ ի վերջո ընտրվել կաթողիկոս։ Կուսակրոնությունը թեև կամավոր է, բայց ինքը պարտադիր պայման է, որպեսզի եկեղեցական հիերարխիայով հոգևորականը կարողանա բարձրանալ։ Ես կարծում եմ, որ այդ պարտադիր պայմանը պետք է հանել։ Դա պետք է լինի բացարձակ կամավոր, այսինքն կուսակրոն դառնան միայն այն հոգևորականները, որոնք բացարձակ ցանկություն ունեն կուսակրոն լինելու։ Բայց դա եկեղեցու ներքին խնդիրն է։ Դա եկեղեցին պետք է որոշի, ավելին ձեզ ասեմ, դա ըստ էության 2000 տարիների ավանդություն է մեր եկեղեցու մեջ եւ ոչ միայն մեր եկեղեցու։ Նույնը կաթոլիկ եկեղեցու, նույնը այլ եկեղեցիներում կուսակրոնությունը ավանդություն է։ Ի վերջո եկեղեցին պետք է այդ խնդիրը լուծի, բայց եթե նույնիսկ եկեղեցին այդ խնդիրը չի լուծել, դա որևէ կերպ պետությանը իրավունք եւ առիթ չի տալի կամ որևէ պաշտոնատանձի դրա այդ հարցում միջամտություն իրականացնել։ Դա իրենց գործ չի։ Փաշինյանը կարող է իր կարծիքը արտահայտել դրա մասին, ինչպես եւ կարող եմ ես իմ կարծիքը արտահայտել, ինչպես եւ արտահայտեցին, որ ես կարծում եմ, որ կուսակրոնությունը պետք է բացարձակ կամավոր լինի եւ չդառնա ընդհանրապես այսպիսի խնդրի առարկա։ Մեկը երեխա ունի, մեկը ընտանիք ունի, դա պետք է ընդհանրապես օրինականացվի։ Դա մեր ժամանակներում, երբ որ ծնելիության կտրուկ անկում է տեղի ունեցել, երբ որ մեր ազգը վերարտադրության, ֆիզիկական վերարտադրության խնդիր ունի, ընդհանրապես պետք չի մարդկանց սահմանափակել ընտանիք ունենալու եւ երեխա ունենալու խնդրում։ Ընդհանրապես պետք չի սահմանափակել։ Ոչ մի մարդու ներառյալ նաեւ հոգեվորականներին։ Դա իմ անձնական մոտեցումն է, բայց ես այդ մոտեցումը արտահայտում եմ որպես կարծիք։ Ի վերջո, եկեղեցին ունի իր նվերապետական կառույցը, ինքը այդ որոշումները պետք է ընդունի։ Եվ ոչ մեկ իրավասու չի դրան խառնվելու։ Ես իրավասու եմ օրինակ եկեղեցի գնալու կամ չգնալու դրանից հետո։ Ես իրավասու եմ եկեղեցու ուսմունքին հետևելու կամ չհետևելու։ Ես նույնիսկ կարող եմ գնալ որպես քաղաքացի նոր կրոնական կառույց ստեղծել։ Մեր համանդրությունը դա էլ է թույլ տալի։ Փաշինյանն էլ կարող է գնալ նոր կրոնական կառույց ստեղծել։ Թող գնա նոր կրոնական կառույց ստեղծի, թույլ սրտի կաթողիկոսին ընտրի այդ կառույցում կամ ում ուզում է։ Բայց եղած եկեղեցու գործերին ինքը խառնվելու որևէ իրավունք չունի եւ նորից եմ ուզում կրկնել։ Եթե նա փորձի այս իր բարբաջանքը, այս իր հայտարարությունները վերացի գործողությանը, այդ գործողություններով նա կանցնի այն կարմիր գիծը, որից հետո էլ վերադարձ չի ունենալու։ Ինքը կարող է դրանից հետո վերադառնալ միայն քրեակատարողական հիմնարկ։ Պարոն Չալաբյան, դուք քաղաքացիական պատերազմի վտանգներ չեք տեսնում։ Ես ուրիշ վտանգ եմ տեսնում։ Քաղաքացիական պատերազմի վտանգ չեմ տեսնում ասեմ ինչու, որովհետև քաղաքացիական պատերազմի համար պետք է լինեն կողմեր, որոնք պատրաստ են բախվել։ Բայց կարծես թե կան այդ կողմերը։ Եկեղեցու դեմ եւ եկեղեցու պաշտպանողները։ Չկա եկեղեցու դեմ կողմ։ Մենք տեսել ենք արդեն, որ եկեղեցուն կողմ կա բազմահազար հավատացյալների բազմություն, որ ամեն Կիրակի գնում է պատարակ լսելու, գնում է եկեղեցիներ մոմ վառելու, գնում է եկեղեցիներ տարբեր ծեսեր իրականացնելու եւ ի վերջո մենք բոլորս տեսանք, ինչպես երեքշաբթի երեկոյան հազարավոր քաղաքացիներ կես գիշերին գնացին վեհապար հայրապետին դիմելու։ Այդ մյուս կողմը չկա։ Այդ մյուս կողմը մի բարբաջող գլուխ է, որը փորձում է այդ գաղափարները ներկայացնել որպես ժողովրդի պատվեր։ Ուր է ժողովրդի պատվեր։ Մի հատ դրա տակ գրառումները տեսեք ու տեսեք ժողովրդը ինչպես է դրան արձագանքում։ Ժողովուրդը ասում է հա մենք ձեզ կողմ ենք, ժողովուրդը համատարած դրան դեմ արտահայտում, չկա այդ կողմը, բայց ուրիշ վտանգ կա։ Եվ այդ վտանգի մասին է պետք խոսալ։ Եվ պետք է խոսալ նաև նրա մասին, ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում այդ վտանգի պայմաններում։ Տեսեք, վերջի մի շաբաթվա ընթացքում կտրուկ սրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մի կողմից եւ Իրանի հարաբերություններում բանակցային գործընթացը, որ մինչեւ տեղի ունենում իրանց միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջը։ Հիմա սկսել է մտնել փակուղի։ Միացյալ Նահանգները երեկվանից սկսել են մերձավոր արևելքից իրանց դեսպանությունների անձնակազմի էվակուացիան։ Եվ այդ էվակուացիան իրանք անում են ոչ թե որովհետև ուղղակի ուզում են մարդկանց տեղաշարժեն, այլ որովհետև իրանց անվտանգության սպառնալիքներ են տեսնում։ Եվ այդ անվտանգության սպառնալիքները բնականաբար տեսնում են Իրանից։ Իսկ Իրանը ինքը երբեք չի ասել, որ մենք ռմբակոծելու ենք ինչ-որ մեկին եւ այլն։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ առաջի հարվածը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հասնեն Իրանին։
Հիմա եթե տեղի ունենա այդպիսի կտրուկ լարվածության սրում էսկալացիա մեր տարածաշրջանում, շատ մեծ հավանականություն գոյություն ունի, որ մեր այս ողերի հարևանները, Թուրքիան եւ Ադրբեջանը, փորձեն օգտվել առիթից եւ ներխուժեն Սյունիք։ Որովհետեւ դուք պատկերացնեք Նախիջևանի ինքնավար հանրապետությունում սկսել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ընդդեմ երկու զորավարժությունը իրար հաջորդող, այդ եղբայրությունը եւ Աթաթուրքի անվան զորավարժությունը, որոնք 3 շաբաթ են տևելու։ 3 շաբաթ են, որոնք զորավարժությունների ընթացքում փորձարկվում են հարձակողական գործողություններ, ոչ թե պաշտպանական։ Եվ բոլոր տեսակի զինատեսակները, բոլոր տեսակի զորատեսակները եւ այլն ասում են զորավարժությունների միջոցով եւ իրար փոխազդեցության միջոցով։ Այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը հիմա Նախիջևանի տարածքում ակտիվացրել են իրենց համատեղ զորախումբը Հայաստանի վրա հարձակվելու համար եւ առիթ են սպասում։ Եվ այդ առիթը կարող է լինի, եթե Միացյալ Նահանգները սկսեն Իրանը ռմբակոծել։ Այս ամենը կարող է առիթ հանդիսանալ։ Այս ամեն ինչը եկեղեցու դեմ այս հաշվը, քանի որ տեսնելով այս ամենը մեր ժողովրդին դրանից շեղելու միջոց է։ Այսօր իշխանությունը փոխանակ զբաղվի մեր երկրի գլխին կախված իրական անվտանգային սպառնալիքներով, իրական, որովհետև ասում եմ ձեզ, աննախադեպ մեծ մասշտաբի զորավարժություններ են տեղի ունենում Նախիջևանում, աննախադեպ մեծ մասշտաբի տևողության եւ զինված ստորաբաժանումների ներգրավման։ Այս պայմաններում նա շեղում է մեր բոլորի ներառյալ ու ձեր ուշադրությունը մի խնդրի շուրջը, որը ընդհանրապես իր գործը պետքա չլիներ։ Ընդհանրապես նա ստեղծում է արհեստական կեղծ օրակարգ, որովհետեւ մեզ շեղի իրական վտանգներից, որոնք կախված են մեր երկրի գլխին։ Այսինքն հիմա հայկական կողմը ոչ մի քայլեր չի ձեռնարկում։ Բացարձակ դուք Գորոյի քայլի մասին լսել եք, որ ինչ որ օրինակ զորավարժություններ տեղի ունենան մեր տարածքում, որ մենք դիմենք, ենթադրենք մեզ դաշնակից երկրներին, իսկ չեն կարող դիմել, որ մենք դաշնակից չունենք։ Դե Փաշինյանը հասցրել է Հայաստանին իրավիճակին, որ ոչ մի երկիր Հայաստանի դաշնակիցը չի այլևս, որովհետև Փաշինյանը չի կարող դաշնակիցներ ունենալ։ Այս կարգի այս բանը մոլագարը չի կարող ուղղակի դաշնակիցներ ունենալ։ Նա մեր երկրին զրկել է դաշնակիցներից։ Հիմա ինքը հասցրել է մի վիճակի, որ եթե տեղի ունենա իսկապես Իրանի ռմբակոծում, Իրանի թուլացում, ոչ մի երաշխիք մենք չունենք, որ Հայաստանի վրա հարձակում տեղի չունենա, որովհետև չկա մեկ այլ երկիր, որը պատրաստ է Հայաստանը պաշտպանել։ Ավելի շատ Հայաստանը կտուժի, թե մեկ այլ երկիր։ Ինչ է կարծում երկի Հայաստանը։ Չէ, Իրանն էլ բնականաբար կտուժի, բայց Հայաստանը ոնց որ թույլ օղակն է այդ համակարգում։ Նրա մանավանդ հարավային մասը այսօր անպաշտպան է մնացել Փաշինյանի գործողությունների արդյունքում։ Անպաշտպան է մնացել։ Եվ դա հարվածի առաջի ուղղությունը կարող է լինել։ Հիմա եկեք իսկապես աղոթենք Աստծուն, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը այնուամենայնիվ կարողանան գալ բանակցային համաձայնության, էսկալացիայից խուսափեն, կարողանան իրենց տարաձայնությունները հարթեն բանակցությունների սեղանի շուրջը ոչ թե ուժի ցուցադրմամբ։ Այդ դեպքում մենք խուսափենք այդ էսկալացիայից, մենք խուսափենք դրա հնարավոր բացասական հետևանքներից։ Բոլորովին վերջերս Արավուս գյուղում երկու երիտասարդներ կորել էին։ Սկզբում լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական կողմը գերեվարել է նրանց, հետո հերքվեց այդ ամենը եւ նշեցին, որ մառախուղի պատճառով սահմանը չիմանալով հատել եւ գնացել են։ Ինչ եք կարծում, նման դեպքերը կարող են շարունակական բնույթ ունենալ։ Չեմ ուզում որևէ հատուկ կարծիք հայտնել դրա հետ կապված, հա, տեսեք ինչու՞ա խնդիրը։ Մեր սահմանը բավական երկար է եւ անցնում է կտրտված տարածքով։ Հա, որովհետեւ դուք օրինակ տեսանելիություն ինչ որ հատվածների կարող եք չունենալ, պատկերացեք մի դիրքը գտնվում աստեղ, ինչ որ բարձր կետում, մի դիրքը գտնվում աստեղ, միշտ դիրքային այդ մեր դիրքերի միջև կարող է մի քանի կիլոմետր նույնիսկ հեռավորություն լինի, ենթադրենք ցերեկը լավ եղանակի պայմաններում եւ այլն տեսանելիություն կա, իսկ օրինակ գիշերային ժամերին մանավանդ մառախուղի պայմաններում իսկ այդ հատվածը նաեւ բավական մառախլապատ հատված է, ով որ եղել է Գորիսում ու այդ հատվածում գիտի որ այդտեղ մառախուղները բավական հաճախ են հանդիպում, իսկ մառախուղի պայմաններում ուղղակի տեսանելի չի այդ հատվածը։ Խոչընդոտներ ինչ-որ չկան, արգելափակոցներ չկան, ամենահավանականացած ականադաշտերը չկան, եւ բոլորովին չի բացառում, որ մեր քաղաքացին ուղղակի չկողմնորոշվելով տարածան մեջ եւ չիմանալով որտեղ է անցնում այդ պայմանական սահմանը մեր եւ Ադրբեջանի միջեւ, այլևս որ կգծված էլ չի հասկանում եք։ Գծված չէ սահման, ինքը պայմանական սահման է։ Այդ դեպքում այդտեղ չպետք է հատուկ մարտիկ լինեին։ Դե այդ եմ ձեզ ասում, մարտիկ չեն հերիքում, չեն հերիքում։ Ինչու՞։ Որովհետև մեր սահմանը շատ երկար է, բանակի ներկա թվակազմը չի բավարարում, իսկ Փաշինյանը եւ իր իշխանությունը արել են ամեն ինչ, որպեսզի բանակի թվակազմը այս ընթացքում նվազի, տարբեր միջոցներով։ Ամեն ինչ արել են, որպեսզի բանակի թվակազմը նվազի եւ բանակի թվակազմը պարզապես չի բավարարում ավելի հոծ, ավելի խիտ պաշտպանություն իրականացնելու համար։ Այդ դու հակառակը մտածեք։ Իսկ օրինակ եթե տեսեք մեր երկու երիտասարդներն անցել,
Տեղով հանգիստ կարա ադրբեջանական դիվերսիոն խումբ անցնի, մտնի նույն Արավոտ գյուղի տարածքը հանգիստ եւ ոչ մի բան տեղի չունենա, որտեղ իրանց ոչ մեկ չի նկատի։ Հանգիստ։ Առավելես որ իրանց տեխնիկական հագեցածությունը շատ ավելի լավն է։ Իրանք ունեն հատուկ ջերմատեսիլներ, նաեւ կան այնպիսի ջերմատեսիլներ, որոնք հնարավորություն են տալիս մառախուղի մեջ կողմնորոշվել եւ այլն հանգիստ կարող են ասել մտնել մեր ցանկացած բնակավայր իրականացնել դիվերսիոն գործողություն հետ վերադառնալ։ Դրա հետևությունը դա դրա մասին է պետք մտածել։ Գուցե սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը։ Երբ կարող են ադրբեջանցիները հեշտ ու հանգիստ սահմանը հատելով մտնել հայկական կողմ։ Հետևել կերպ պատասխանում էլի Նիկոլ Փաշինյանը եւ ժողովրդավարությունը դա իր հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, ոչ թե ժողովրդավար է։ Նա իշխանության է եկել ժողովրդավարության լոզունգների ներքո, բայց այս 7 տարիների ընթացքում նա գերազանցել է իր բոլոր նախորդներին բռնապետության դրսևորումներով, քաղաքական բանտարկյալների թվով, իրավապահ համակարգի նկատմամբ ճնշումներով, մամուլի նկատմամբ ճնշումներով, կոռուպցիայի մակարդակով, երբ որ փաստացի մենք տեսնում ենք, որ տարբեր նախարարություններ, որոնք գտնվում են ենթակայության տակ, ասենք 50-60% գնումները իրականացնում են մեկ անձից։ Եվ դա շարունակաբար կրկնվում է, եւ այդ մեկ անձիկ այս ընթացքում հարստացել են, իրենց դղյակներն են կառուցում, իրենց բիզնեսներն են ստեղծում եւ այլն։ Այն ինչի դեմ պայքարում էր Փաշինյանը, ճակերտներով։ Հիմա պարզվեց, որ այն ամեն ինչի դեմ պայքարում էր Փաշինյանը, բոլորը վերարտադրվել է ու շատ ավելի վատ տեսքով։ Շատ ավելի վատ տեսքով։ Բայց ինքը շարունակում է խոսել ժողովրդավարությունից։ Այդ կներեք էլի, ես էլ տես կարամ ասենք խոսեմ կուսությունից կներեք, բայց ով կհավատա։ Փաշինյանի խոսակցությանն էլ ոչ մեկ չի հավատում։ Դրա համար է Եվրոպան իրենց երես թեքել արդեն։ Դրա համար է երես թեքել, որովհետև չեք կարող դուք անընդհատ խոսեք ժողովրդավարությունից, ժողովրդավարության բասյոնից եւ անընդհատ անեք հակաժողովրդավարական քայլեր, անընդհատ։ Ունեք հավելելու ինչ-որ բան, պարոն Չալաբյան։ Չէ, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստատիտողներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ կարող եք հետևել նաև YouTube-յան, Instagram-յան, Facebook-յան եւ Telegram-յան հարթակներում։ Ցտեսություն։